Շատերդ ուսուցիչներ մի եղեք, իմացեք, որ մեծ դատաստան պիտի ընդունեք, որովհետև ամենքս շատ բաներով մեղանչում ենք, եթե մեկը խոսքերով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարողանում է իր ամբողջ մարմինը սանձահարել, տես, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք մեզ հնազանդվեն, ու նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք, ահա նավերը ևս, որ այդքան մեծ են ու սաստիկ հողմերից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են, դեպի որ կողմը ղեկավարը կամենում է, այդպես է լեզուն, մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում, տես մի փոքր կրակը ինչքան անտառ է հրդեհում, լեզուն էլ կրակ է, մի անիրավության աշխարհ, լեզուն մեր անդամների մեջ է դրված, նա է ամբողջ մարմինն ապականում և այրում մեր գոյության շրջանը, նա ինքը բորբոքված է գեհենից, գազանների, թռչունների, սողուների և ծովում եղողների ամբողջ բնությունը հնազանդված է և հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող հնազանդեցնել, նա անզուսպ ու չար է, մահաբեր թույնով լցված, նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը, նրանով նաև անիծում ենք մարդկանց, որ Աստծու նմանությամբ են ստեղծված, միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք, պետք չէ եղբայրներ, որ դա այդպես լինի, միթե մի աղբյուր նույն ակունքից քաղցր ու դառը ջուր կբխեցնի, միթե հնարավոր է եղբայրներին, որ թզենին ձիթապտուղ տա կամ որդատունկը թուզ, ոչ էլ աղի աղբյուրը քաղցր ջուր կտա, ձեր մեջ ով է իմաստուն և խելացի, թող իր բարի վարքով ցույց տա հեզությամբ կատարված գործերը, որ իմաստություն է տալիս, բայց եթե ձեր սրտերում դառը նախանձ ու հակառակություն ունեք, մի պարծեցեք և ճշմարտության դեմ մի ստեք, այս իմաստությունը վերևից չի իջել, այլ երկրավոր է, մարմնավոր ու դիվական, որովհետև որտեղ նախանձ ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն և ամեն չար բան կա, իսկ ի վերուստ տրված իմաստությունը նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ, արդարության պտուղը խաղաղությամբ սերմանվում է նրանց համար, ովքեր խաղաղություն